789 քաղաքացի վերջին ամիսներին ազատվել է անհուսալի վարկ ունեցողի կարգավիճակից։ Պետական ծրագիրն իր առաջին արդյունքներն է տալիս։ Փետրվարի 1-ից գործում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը։ 5715 անձ արդեն հասցրել է շահառու դառնալ։ Նշենք, որ ծրագիրը վերաբերում է մինչև 1 միլիոն դրամ մայր գումարի գծով վարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիներին, որոնց վարկերի ժամկետը անհուսալի է դասված ավելի քան 3 տարի։ Մինչև ծրագրի մեկնարկը կատարված վերլուծությունները ցույց տվեցին, որ ծրագրի պայմաններին համապատասխանող պոտենցիալ շահառուների թիվը շուրջ 218,000 է, նրանցից մոտ 20%-ը որոշակի ամսաթվի դրությամբ չեն եղել հանրապետությունում, նրանցից շուրջ 19%-ը Հայաստանում ունեցել են զբաղվածություն։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այս 5000 ավելի քան 5700 շահառու դարձածների թվում մոտ 27%-ը մինչև ծրագրի մեկնարկը չեն ունեցել որևէ ֆորմալ զբաղվածություն։ Սա այն թիրախն է, որը դրել է իր առջև կառավարությունը, որպեսզի ստվերում գտնվող կամ մասնակի աշխատավարձը հայտարարած անձանց կարողանա ներգրավել ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ եթե մինչև ծրագիրը միջին աշխատավարձն ամսական 145,000 դրամ էր, ապա հիմա 201,000 է։ Ծրագրին դիմելու եղանակը առցանց է, այսինքն ցանկացած պահի, ցանկացած վայրից կարող է ուղղակի մուտք գործել եւ ընդամենը դիմել ծրագրի շահառու դառնալու համար եւ պատասխանը կստանա վարքյանների ընթացքում արդյոք ինքը շահառու է թե ոչ։ Այնուամենայնիվ, եթե կլինեն մարդիկ, ովքեր կդժվարանան առցանց դիմելու հարցում, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային ցանկացած բաժին եւ այնտեղ տեղում կօգնեն, կլրացնեն դիմումը։ Դիմումից հետո արդեն տեղեկությունը փոխանցվում է գերատեսչություններին, բանկերին, որ քաղաքացին դարձել է շահառու։ Եթե մինչ այդ իր հաշիվների վրա բռնագանձման մինչև 50%-ի դրույթ է սահմանված, ապա շահառու դառնալով այդ չափը նվազեցվում է 20% եւ պետությունն էլ իր հերթին շահառուի վճարած եկամտային հարկի ամբողջ գումարը, այսինքն իր աշխատավարձի 20% մոտավորապես համահավասարության սկզբունքով ուղղում է վարկային պարտավորության մարմնան։ Փետրվարից մինչև հուլիսը ներառյալ պետությունը 525 միլիոն դրամ էր հատկացրել։ Կառավարությունը օրեր առաջ եւս 499 միլիոն դրամ հատկացրեց օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբերի վճարումների համար։ Այն շահառուների գծով, որոնց վարկերն արդեն մարվել են ամբողջությամբ, պետությունը հատկացրել է ավելի քան 150 միլիոն դրամ։ Թե ինչու են դիմումները պասիվ, փոխնախարարը նշում է։ Մեր մյուս սոցիալական աջակցության ծրագրերում նույնպես նմանատիպ վարկագիծ ենք տեսնում, այսինքն սկզբնական շրջանում որոշակի թերահավատություն ենք նկատում, այնուհետև երբ մի փոքր ունենում ենք թվերի աճ, դա այսպես ասած ուրեմն տարածվածության էֆեկտով սկսում է կիրառական դառնալ բոլորի համար, բոլոր պոտենցիալ շահառուների համար եւ մենք կարծում ենք, որ այս ծրագրում նույնպես կունենանք նման էֆեկտ։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 31-ն է։ Շահառու դառնալուց հետո աջակցության տևողությունը 24 ամիս է։ Անհրաժեշտ է, որ պոտենցիալ շահառուների աշխատավարձը լինի առնվազն 75,000 դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։